Շնորհակալություն Բաղդասարյան դատարան, սկսեմ ենք ձեզ առաջին անգամի դատարանում, վերակնիչական ներկայումս բազմաթիվ անգամ նշված, ժամանակ ես դիտան պատմություն ստապոսն դատարան։ Նախ նշեմ հետևյալը, ես առաջի անգամի դատարանում Հատական ներքով բանստարությանը տվեց, ինքը կթարապս կապրինես չգիտեն, ինքը որտեղ ատեսել աշխարհում դատախար չգիտեն, որտեղ ատեսել մոլորված, անակնկալ եկած, կապտախազներ եկան, բարետարդում պատասխանեն, բայց անվանցն իմ և իմ գործընկերներ դա միանշանակ ոչ մտանություն, որ և իրականությունից որը ավեջ շունի սա միանշանակ կոնտեքստ։ Մեր հակապաստակները պատվաժան դատել, որս չեն ծնդել և մենք անակնկալ եկած չենք եկել որևէ հակապաստակ ներկայացնելու, ինչ-որ ես մոլորեցնելու պաշտպանություն անելու։ Նշեմ հետևյալ, իմ խոսքերը Իմ պաստակները, հակապաստակները եղել են շատ պարզ, շատ հստակ, շատ ընկալելի, դահոր ուղղակի գիտեմ, դες անանալի ուտեչետ ինչ է իմ խոսքը այսպես այլուսին ներկայացում և խաղացիվում։ Ոնց է տեղունեցել տվյալությունը, ինչ եմ ես ներկայացրել Հարգերի Բաղդասարյանի և պաշտպանական կողմի և դատարանի պատվարժան դատարանի։ Խնդիրը վերաբերում է հետևյալին։ Հայաստանի Հանրապետության ես բարերը հատիկ ասեմ, որովհետև ուղղակի պաշտպանական կողմի մոտ կոնկրետ ուղղվածություն կա, որ ես բարերը տեղադրել եմ, ես ասած, որ ես բանկի հատկի հաջորդեց կնշեց և այլն։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, իրական ոստիկանության գլխավոր պետ, նույնիսկ ոստիկանության պետ տեղակալ Վարդան Վարդանյանը իր գերությամբ, որ ես ներկայացնում դատարան հաջորդեց կնշեմ քրեստի գերությունը որը հստակ իր գերությամբ հաղորդում է և մյուս նյութերը ուղարկում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ ոստիկանության գլխավոր վարչություն։ Դա մակագրվում է համապատասխան քննիչի պատվարժան դատարանը։ Քննիչը տվյալ գերությունը հանում է, դնում է նոր գերություն, ներկայացնում է ստորագրում է ՀԿԳ քննության վարչության պետին և այդ նոր գերությամբ ուղարկում է մյուս ստորաբաժանման ղեկավարի, մասնավորապես Սահմանադրական կարգի պետության, Սահմանադրական կարգի նյութերի և հասարակական համակարգական գործողությունների քննության վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն է։ Այնտեղ արդեն հազարը համապատասխան պատճառը որն է այդ գերությունը հանեց, ենթադրել ենք ներկայացվել է հաղորդումից մասնագետների ոչից որից կամ սուպերգարից հետագետ 13 այդ էջը հանվում կոմիտում առանձնությունը պատճառը Ես չեմ կարող քննիչի փոխարեն ասեմ, թե պատճառը ինքը այդ բանը ինչու գնահատեց, որ որոշեց այս գերությունը դերմիկով նոր գերությունով ուղարկի, բայց հասնում ունի ապա, որ խոսքը հետևյալը չգիտեմ, հաջորդին մեզ պատմություն ներկայացված պատմվածին նշածը ինչ լուսինեցող ներկայացած առումազը, որը ուզում բոլորի համար բարդ է, նորից են նշում։ Ստացած քննիչը չգիտեմ պատճառը որն է, բազմաթիվ է եղել, ես եմ քննիչ աշխատել պատվարժան դատարանում, բազմաթիվ անգամ գործնավորության կարգով բազմաթիվներ եղել է։ Հաջորդին, երբ որ ես հարցը բարձրացրել Ինչ խնդիր է ծագել, որ փոփոխություն արել։ Պատվարժան դատարան, խնդիր չի ծագել։ Ստացել է դրություն, հա։ Ստացել է դրություն, գերությունը դրամիկով նոր դրությամբ հարցը վերահասարակրել է մյուս բանը։ Իր անունից կազմել է դրությունը։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի պաշտպանականների անունից։ Քանի որ ըստ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի, այդ հրամանը հստակ նշված է, առանձին հանցատեսակներ, կոնկրետ հանցատեսակներով քննությունների խմբի վարչությունը, մյուս հանցատեսակներով մյուս վարչությունը եւ այսպես շարունակ։ Հիմա եթե սա այդ ուտի վիճակման շարժման առարկադրվակ, Ես որ հիմա դիգենալ ինչ-որ նոր բան ասեմ, բերեմ, պատրաստ եմ այդ հրամաններ բերեմ, եւ այստեղ ներկայացնեմ, թե ինչի է գնացել մյուս վարչությունը։ Պաշտպանական Աղավաբյանն է ուղարկել։ Սրա ամբողջ իրականություն, ամբողջ եղելություն էս է, պատվարժան դատարանը չի եղել իրավիճակ, որ հա ես հարցը պարոն Սարգսյանը բարձրացրել է, պաշտպանական կողմը բարձրացրել է, ես ընդունել եմ այս փաստարկը, հա, գնացել եմ աշխատանքային կարգով, ես ոչ մի խոսքից ոչ մի տարած չեմ հրաժարվում, այն ինչ որ նշել եմ առաջացել դատարանում, պատվարժան դատարան։ Գնացել եմ աշխատանքային կարգով զանգարել եմ քննիչին, ասել եմ այդ գերությունը, որը որ ստացել է, այդ գերությունը խնդրում եմ բանջեն ուղարկնից, որ ես հաջորդ դատականիստին ներկայացնեմ դատարանին եւ պաշտպանական կողմին։ Այնպես չէ, որ ես գնացել եմ ինչ-որ հայց ակցիան որ կապվում է, պաշտի քննչական կոմիտեի քննչական մարմնի քաղաքականությունից է բանջը, քննչական բնականաբար դատախազության կա գրասենյակի չէ։ Հիմա կարողացան չէ, ասում քաղաքականություն կա գրասենյակ կամ գրասենյակ չի, ես նոր տերմինոլոգիայով ասել հրամաններով դա կոչվում է տվյալ ստորաբաժանման աջակցող բաժի խնդիր չկա, բայց Խոսակցականում դա կոչվում է քաղաքականություն, դա կոչվում է գրասենյակ, պատվարժան դատարան։
բոլորս էլ լավ աշխատական ստրիկուզ ոնց ցանկանա։ Բայց դա շատ հասարակ բարձ է, որ գործընթաց է եղել, որը որ բազմիցս հանդիպում է իրականության մեջ։ Այնպես չի, որ Բաղդասարյանը նշում էր, որ քնիչը մտավ աշխատասենյակ, տեսավ այ ցեղանին ինչ-որ թղթերի կույտա դրած եւ այսպես մտածեց, հասկացավ, որ սա հավանաբար ոստիկանությունն է, արկել ոչ, այսպես չի եղել, մենք նման բան չենք ասել ոչ մի անգամ։ Գրություններ ներկայացնում են պատվարժանները, պարտադիր գրությունը գործառույթական կարգով հանվել է եւ մյուս գրությունը ուղարկվել է մյուս գրությունը ուղարկվել է մյուս ստորաբաժանման։ Այս է եղել ամբողջ խնդիրը։ Եվ միանշանակ ես այն կարծիքին եմ եւ վստահաբար եմ, որ այստեղ որևէ անգամ ոչ էական դատավորական խախտումներ մենք ոչ չունենք պատվարժանական խախտումներ, հստակ շուտ գործառույթական կարգ է եղել։ Եթե չլիներ, բնականաբար այդ դյուրությունը չէր լինի պատվարժանական։ Ճիշտ ասում Բաղդասարյանին, ինձ հարցրել ամենասկզբում, ասելա գործունեությունները ամբողջությամբ պատճառաբար, ասում իհարկե ամբողջությամբ պատճառաբար գործունեությունները շատ ճիշտ ասում։ Դա գործունեություններից չեն գրել, ասում եմ, հանվելա։ Իսկ դա ձեր կարծիքով գործունեություններ թե չէ։ Քննիչի մի կողմ դնեմ իրավասություն ուներ թե չէ, թե ակամն ուղարկում է կողքի ստորաբաժան։ Ներողություն, այսինքն քննիչը ստացել է, դա դեռ գործ հարցված չի եղել, պատվարժան նախաձեռնված չի եղել, հանել է հասել է գրասենյակ եւ ուղարկել է մյուս ստորաբաժան։ Քրեական վարը դեռ նախաձեռնված չի եղել, այդ գրությունները կարված չի եղել գործունեություններում քրեական վարություններում։ Այս մի հաստատ որ կանոնացիաները միանշանակ համակարգել։ Սա իմ խոսքն է, չեմ հրաժարվել։ Եթե լիներ, դա կլիներ գործի մեջ։ Դա եղել է գրասենյակում, գրասենյակից է բերել է պատվարժան դառնալ։ Նախագահը հստակ այդ հաստատումը կատարել է։ Միանշանակ այդ գրությունով է եկել հասել քննչական մարմինին այս ամբողջ այսպես ասած բացատրելի պատը հաղորդմանը կից հաղորդման հետ միասին։ Սրանից ավելի ինչ-որ բան չէ, հիմա չգիտեմ իմ ես ասած է ինչ լույսիների փոքր մեկնաբանվի։ Գործում եք հասկանում։ Բայց իրականությունը սա է, սրանից դուրս իրականություն պատվարժան դարձավ չկա։ Ես առաջացանվել եմ ես ասել, հիմա էլ եմ սա ասում, չգիտեմ հաջորդի եթերի կլինացիաներ, ես նույն բարձաբանում եմ ներկայացրել, որտեղ սա է։ Ու իմ ասածը ըստ էության որոշակիորեն տարբերում է Բաղդասարյանի նշած հանգամանքներից։ Ձևական մասը ամբողջը դրաստենք որակային հաղորդման կապված։ Այդ պաշտպանական կողմը նաև միջոցառում հաղորդման ներողություն վկցական դրության ներկայացնելու փուլը եւ որպես ապացույցի տեսակ ներկայացնել, նրանցի ապացույցներ հետազոտելու միջնորդությունների փուլում ներկայացնել այդ առումով ինչ ակնհայտ։ Պատվարժան դատարան անկեղծ ասում հիմա հնարավոր է հիշողությունից եթե չի դավաճանում նշան հետեւյալ Բաղդասարյանը ըստեյության երկու փուլ նշեց այդ առումով հակասական մեջ նշեց որ հաջորդ դատական նիստին ներկայացվեց ներկայացրեց այնուհետև հաջորդի նշեց որ նոր ապացույցներ ներկայացնել միջնորդությունների փուլում ներկայացրեց բայց եթե հիշողությունից չի դավաճանում ես այս հաջորդ փուլում վերել եմ ներկայացրել դատարանին ասում սա շակերտավոր չեմ ասում սա ապացույցի տեսակ է ապացույց են հանգամանքի որ եկել է այս դյուրությունով տվյալ հաղորդում եւ ֆիզիկները հասել քննչական մարմին այս ակնական մարմին տեսեք նշված գրությունը երբևէ քրեական վարույթի վարույթի չի պատվարժան երբևէ չի հավելա գրասենյակում եւ մյուս դյուրությունով ուղարկվել է մյուս տապակ այսինքն արձանագրենք որ վարույթին չի եղել որ ուղղակի տեխնիկական պատճառներով անջատված տեխնիկական խնդիր չի եղել խնդիր չի բալդա քննիչի էս ասած բան արցան ներողություն դատանի հարցադրումով չի եղել վարույթին չի հանդիսացել վարույթին որը տեխնիկական պատճառներով չի դարձել անջատված այսինքն վարույթից դուրս որևէ փաստաթուղթ է բերել ներկայացրել այո վարույթից դուրս այն փաստաթուղթը ներկայացրել այո որը որ հաղորդումը ներկայացրել է նախաձեռնական դա վարույթում թե դա որպես ինչ ապացույցի տեսակ է ես նորից նշել ես ապացույցի տեսակ որպես չեմ ներկայացրել պատվարժան դա ես որ ասեցի ապացույց դրա համար ասել կարող եմ ես խոսքեր եթե ապացույց չի դատավորական փաստաթուղթ է հանդիսանում ճիշտ է այո եթե վարույթի նյութերում արկա չի ոնց ինչ հնարավորակով կարող են որպես դատավորական փաստաթուղթ ձեր ընկալումը այն ընդհանրակարգով որը որ հիմնավորվում է որ հաղորդումի քիչ նյութերով ոստիկանության պաշտոնատարանը ներկայացնում է ակնհայտական վարույթի քննչական մարմին
որը որ վարորդի ուտերում չկա։ Չկա, եթե լիներ պատճենահանված անջատված մասին, վերջնորեն կլներ, որտեղ պարոն Սարգսյանին ես այդ հարցին հստակ պատասխանել դեռևս նախնական դատականությունները, եթե չխոսում ամենաառաջին դատական իսկի ընթացքում, ասա սա ամբողջականն է, այս հատորը 5 չեմ չէ, սա ամբողջականն է, ինչ-որ ասել եմ, ասա կա գործունեությունից այլ դիտված, ասում եմ չէ, չկա, այս գործունեությունից չեմ անել, պատմական դատական։ Գրասենյակը իշխում քաղաքականությունից աջակցող բաժնի տվյալ խորհրդանոցը Լավ, շնորհակալ եմ։